Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շարունակում ենք շարքը, որ մենք անվանել ենք հավաքչություն, կերակրատեսակների հավաքչություն։ Այսօր պիտի ներկայացնենք մի լավ կերակուր, այստեղից պիտի աշխատենք ձեզ հաղորդել լավ տրամադրություն եւ ջերմ մթնոլորտ։ Բարեկամներ, այս ամենը մենք պիտի իրականացնենք իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է մեր շատ ակտիվ հեռուստադիտող, արդեն լավ բարեկամ, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Խորենիչ։ Ողջույն եղբայր։ Բարև։ Ինչպե՞ս եք։ Չտեսնված պայմաններում եք, դուք ոնց եք։ Շատ լավ եւ ուրախ եմ, որ չմերժեցիք, ոչ թե չմերժեցիք, այլ նաեւ դուք առաջարկը այսպես արեցիք, ձեր պրպտումների, ձեր մտահղացումների արդյունքը կարելի ասել մեզ եւ մեր հեռուստադիտողներին նվիրելու համար։ Ինչ պիտի պատրաստենք այսօր։ Ուրեմն այսօր էլի նորից ուզում եմ մեծ սիրով ներկայացնել տժվժիկը, ինչի հատուկ ինչի համար եմ ես սա հատուկ նշում, որ հատուկ տժվժիկ է, որովհետև ոչ սոխուտողների համար էլի նորից։ Այո, շատ լավ։ Մեջը մի գրամ սոխ պետք է չօգտագործվի։ Սկսենք։ Ինչից սկսենք։ Այո, ես միգուցե քերեմ կարտոֆիլը, հա։ Այո, ես կկտրատեմ լյարդը։ Լյարդը կտրատենք։ Լյարդը պետք է կտրատվի էլի նորից բարակ, փուչուր։ Ինչպես որ ինչպես որ սովորաբար մենք տժվժիկների ժամանակ օգտագործում ենք։ Կտրատեցինք արդեն, այստեղ լցնենք, մինչև մենք հետո լվացվենք։ Շատ լավ։ Գևորգ Խորենիչ ջան, կտրատեցինք, արդեն ունենք կարտոֆիլը, ինչից սկսենք հիմա։ Սկսենք երևի ինձ թվում է լյարդից։ Կարտոֆիլը ինձ թվում է ավելի շուտ կլինի, քան լյարդը։ Այո։ Եվ լյարդը գինով պիտի շոքեհարեինք, չէ՞։ Այո, լցնենք թող մի քիչ տաքանա։ Կարծում եմ արդեն տաք է, որովհետև տապակը մենք նախորդ տաքացրել էինք։ Կամաց լցնենք։ Ներկա կլինենք յուրահատուկ տժվժիկի ձևի։ Համեմելը հետո պիտի համեմենք, ես ոնց հասկացա, այո։ Այո։ Ու էլի նորից հոգի է պետք դնել, էլի։ Լոլիկ ինչպես պիտի կտրատենք։ Նորից բարակ։ Բարակ շերտերով։ Թե փոքր քառակուսիների։ Չէ, շերտերով։ Որպեսզի էլի նորից լավ հարչի։ Իսկ կեղևը։ Կեղևը կարող մնա։ Կարող է մնալ։ Այո։ Մի բան ես անեմ, էլի։ Ինչ անեմ։ Կիտրոնը կիսենք, պիտի խամենք, չէ։ Չէ, պետք է կտրատենք հենց լյարդի մեջ։ Իր իսկ կեղևով։ Կիտրոնի կեղևը պարունակում է վիտամին C, որը իհարկե անփոխարինելի է օրգանիզմի համար։ Եվ բացի դա համեղ է։ Հիմա մի փոքր ավելացնենք քացախ եւ մի քիչ ձեթ։ Քացախը համային է պես հատկանիշների չեզոքացման։ Ну, ես չգիտեմ, դա ավելի շատ ես այդ համը ավելի շատ եմ սիրում, որ ինքը հենց գինին միանգամից թթվածնում է, քացախը եւ շատ համեղ, շատ ավելի համեղ է լինում։ Այո։ Բայց նաեւ կարծում եմ այստեղ օգտակարությունը այլ տեղեր պիտի փնտրենք, որովհետեւ լյարդը այնուամենայնիվ ենթամսամթերք է ներսի, այո, ծանրամարսակ բավականին։ Այո։ Մի փոքր էլ ձեթ ավելացնենք։ Սա էլ էսպես։ Հիմա մի փոքր թթվասեր ենք ավելացնում։ Շնորհակալություն։ Ուրեմն գինու մեջ շոքեխաշեցինք լյարդը, այնուհետև ավելացնենք մի քիչ քացախ, մի քիչ ձեթ եւ հիմա թթվասեր։
թթվասերը իմ կարծիքով ինչքան շատ լինի, այնքան լավ։ Այո, ռուսական ասած խոսքի նման, հա երևի։ Մասլան կաշունի սպորտ։ Այո։ Ստացանք սոուս։ Ստացանք սոուս։ Հիմա ավելացնում ենք լոլիկը։ Զգուշությամբ։ Հիմա անում ենք աղը։ Այո, համեմելու ժամանակը եկավ արդեն։ Իսկ կիտրոնը վերջում պիտի ավելացնենք։ Կիտրոնը ամենավերջում, որպեսզի շատ չքայքայվի։ Եվ լոլիկը պիտի այնքան եփվի, որ հյութ առաջանա սոուս առաջանա։ Լիովին հալվի։ Այսքանը բավական է դեռ։ Սա մենք կարող ենք ուղարկել առանձին սալոջախի վրա պատրաստեն, իսկ մենք անցնենք կարտոֆիլին։ Ինչ կարծիք եք։ Լրիվ համաձայն եմ։ Գնացինք։ Հիմա այլ տապակի մեջ անում ենք ձեթը։ Խնդրեմ։ Սա արդեն պատրաստում ենք Խավարտը։ խավարտ։ Այո։ Հա, սպասենք թող մի քիչ տաքանա։ Սա շատ այս միտքը, որ նոր արտահայտեց Գևորգ Խորելիչը մի քիչ տաքանած ձեթը։ Ոչ բոլոր խոհարարներ են տիրապետում այդպիսի գիտելիքի, դա մեծ գիտելիք չէ, բայց շատ կարևոր գիտելիք է։ Այսինքն տապակելուց առաջ պիտի անպայման ձեթը դաղվի։ Այո։ Որպեսզի շտապ կեղևապատվի մթերքը եւ նրանից ջրեր շատ չհոսեն։ Մենք կարող ենք անգամ աղել ավելացնել մեջ իմ կարծիքով։ Կարող ենք, Ոնց խորհուրդ կտակ։ ես խորհուրդ եմ տալիս ավելացնենք։ Այսպես։ Տաքացավ, կարծում եմ արդեն կարելի է կարտոֆիլը լցնել։ Շատ նորից կան կարծիքներ կարտոֆիլի օգտակարության մասին եւ նշեմ, որ կարտոֆիլի մասին այդ կարծիքները շատ տարբեր են։ Այո։ Գևորգ ջան, մի մասը ուղղակի բացառել կարտոֆիլը, մյուս մասը շատ կարևոր է կարտոֆիլը պիտի սննդակարգում լինի, մի մասը մի քիչ չեզոք, մի մասը մի քիչ ավելի կողմնակալ։ Այո, որպես բժիշկ վստահ եմ, որ ձեր կարծիքը շատ կկարևորվի մեր հեռուստադիտողների համար։ Նորից քիչ-քիչ, բայց ամեն ինչից։ Այո, քիչ-քիչ ամեն ինչից եւ իմ կարծիքով առանց կարտոֆիլը, առանց այդ կրախմալի, իհարկե մեր էլի նույն մեր օրգանիզմը չի կարա գոյատևի, իհարկե։ Համել ես չեմ պատկերացնում ոնց կարող է պատահի կարտոֆիլ չուտել։ Ես օրինակ առանց կարտոֆիլի իմ կյանքը չեմ պատկերացնում։ Տեսնում եմ, որ անմիջապես դնելուց հետո անպայման խառնում է։ Ձեթապատվեց եւ խառնում ես, որ բոլորը հավասարաչափ։ Առանձին ինքը ստացվի, չգիտեմ ինչքանով կստացվի, իհարկե։ Պիտի որ ստացվի։ Շատ առանձին մի քիչ դժվար է, որովհետեւ քերված է այնուամենայնիվ եւ մենք տապակում ենք հիմնական եղանակով։ Եթե տապակեինք ֆրի եղանակով, մեծ քանակությամբ ձեթի մեջ, գուցե բայց կարծում եմ հոգ չէ, մենք կարող ենք նույնիսկ շերտերի նման այդպես դարձել տակը։ Իհարկե, նայած ըստ ճաշակի, ըստ ոնց է սիրում դա։ Այո։ Իմ կարծիքով այս տարբերակով ավելի հեշտ է, ավելի շուտ պատրաստ լինի, քան մեծ կտորներով։ Գևորգ ջան, օգտագործելու էինք նաև նանան, թարմ եւ չոր ռեհանը։ Դա արդեն մատուցելիս ոչ, դա էլ ամենավերջում, երբ որ արդեն ինքը պատրաստ կլինի, պետք է մի 2-3 րոպե, այո, դնել, որ ինքը ուղղակի համը քաշի իր մեջ, եւ վերջ։ Խնդրեմ, կարտոֆիլը պատրաստվեց այնուամենայնիվ, դրանք անդրադառնանք թե ինչ էինք ուզում, ինչ ստացվեց։ Նո հանկարծակի ստացվեց, բայց էլի մեկը ինձ թվում է համը փչացրած չենք լինի։ Այո, հիմնական կերակուրն էլ արդեն հիմնական կերակուրը արդեն եռում է եւ արդեն ինձ թվում է նանայի կտրատելու եւ նանայի ժամանակն է։ Այո, ժամանակն է։ Մանր պիտի կտրատենք։ Ինչքան հնարավոր է։ Թարմ նանան ուրիշ է այնուամենայնիվ։
Եվ կարող ենք սև բիբար ավելացնել։ Սև տղտեր, այս է խնդրում։ Սա էլ իհարկե ով ինչքան ցանկանում ով ինչքան Ըստ ցանկության։ Նանան ավելացնենք։ Այո։ Այսպես։ Եվ չորրեհան պիտի օգտագործեինք, ես չգիտեմ որ պահին։ Դա էլ հենց հիմա էլ կարող ենք անել։ Հեսա ուղղակի թողենք մի քիչ քամվի ջուրը։ Բարեկամներ նորից վերհիշենք, թե ինչ գործողություն կատարեցինք։ Գինով եփեցինք լյարդը փոքր կտորներով, ավելացրինք մի քիչ քացախ, ձեթ այդ եռալու պահին, այնուհետև բարակ կտրատված լոլիկը թթվասերի հետ միասին այդպես սոուս առաջացավ, նորից եփման process-ը չընդհատելով, այնուհետև հիմա վերջի պահին արդեն ավելացրեցինք կիտրոնը կտրատված, նանան, չոր ռեհանը եւ սև պղպեղը։ Եվ պիտի արդեն ակնկալենք մեր հարգարժան Գևորգից մի նոր տեսակ դժվժիկ։ Հիմա պետք է սպասենք, որպեսզի այդ հեղուկը մի քիչ ավելի պակասի, եւ դրանից հետո արդեն մենք պատրաստենք։ Շատ լավ, թողնենք եռա։ Շատ կարող ենք շատ սպասել, բայց ես տեսնում եմ, որ նկարահանող խումբը շտապում է։ Դե հոտը հաշվի Շտապում է, այո, հոտը հաշվի առնելով եւ այդ հետաքրքրությունը շատ ավելի, քան թե հոտը, բայց պիտի մի քիչ համբերենք։ Ոնց որ թե արդեն մենք պատրաստ ենք։ Պատրաստվում ենք։ Լավ, մատուցման ափսեն դնենք, Գևորգ ջան։ Սա խնդրեմ։ Այն կարտոֆիլը ինչ որ մենք ստացանք, իհարկե ցանկալի չէր սենց ստանալը, մի քիչ կարելի էր ավելի լավ արտաքին տեսք ստանալ, բայց ինձ թվում է կարտոֆիլը չենք փչացրել, մեկը իր համային տեսքը կարող է պատահի արտաքին տեսքը այն չի, կարողա չի, ես համոզված եմ, որ այն չի, բայց կարտոֆիլի արտաքին տեսքը փակելու համար մենք ունենք մի այլ ճաշատեսակ։ Բայց հիմնական կերակուրը անզուգական է։ Այո։ Եվ տեսքով, եւ համային հատկանիշներով։ Հոտը որ անմահական է։ Բավական է։ Շատ հիանալի մտահղացում։ Շատ հիանալի մտահղացում։ Կարտոֆիլը տակը, իսկ մեր դժվժիկը, որը համեմված է շատ լավ եւ ճաշակով վրայից։ Գեորգ Խորենիչ ջան, ինչ կցանկանայիք մեր հեռուստադիտողներին։ Ես կցանկանամ, որ գոնե մի անգամ փորձեն, սարքեն, որ համտեսեն եւ համոզված եմ, որ այսպիսի բան իրանք չեն փորձել։ Բարեկամներ, գոնե մեկ անգամ փորձեք եւ վստահ ենք, որ կշարունակեք, որովհետեւ իրոք ես որ այս ոլորտում եմ, այս տեսակով, այս ձևով պատրաստված դժվժիկ երբևիցե չեմ հանդիպել։ Եկեք ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք Գևորգ Խորենիչին, ցանկանանք մեծագույն հաջողություններ իր աշխատանքի բնագավառում, նաեւ ժամանակ թող գտնի, մերթ նաև օգնի մեզ։ Շնորհակալություն Գևորգ ջան, ապրեստ։ Ձեզ շնորհակալություն։ Շատ ուրախ եմ համար։ Բարեկամներ, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, հուզում եմ, որ բոլորս լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ուտեստը հարկավոր է մատուցել 65-ից 70 աշճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ եւ անշուշտ հոգով եւ հետը կարմիր անապակ հայկական անսահմանափակ գինի։ Ցտեսություն բարեկամներ։ Թթվասերով դժվժիկ, լյարդ 500 գրամ, գինի 200 միլիգրամ, քացախ 2 ճաշի գդալ, ձեթ 20 գրամ, թթվասեր 200 գրամ, լոլիկ 50 գրամ,
կիտրոն կես հատ, չոր ռեհան, թարմ նանա, աղ, սև պղպեղ, խավարտը, տապակած կարտոֆիլ։ Բարի ախորժակ։